Ռուս-ուկրաինական պատերազմը իմ կարծիքով սրվում է, որովհետև սրվում է զուտ այն բանի պատճառով, որ փաստացի եվրոպական երկրները շահագրգռված չեն, որ կոմպրոմիս լինի ի տարբերություն, ասենք, Միացյալ Նահանգների այսօրվա վարչակազմի Տրամպի, բայց քանի որ Տրամպն էլ Իրանում, այսպես ասած, կորուստներ ունեցավ վարկանիշային եւ Միացյալ Նահանգներում ուժեղանում է դեմոկրատների ազդեցությունը, տրամաբանական է, որ Տրամպի դիրքորոշումներ կփոխվի արդեն այս ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում եւ ինքը արդեն կդառնա ավելի մոտ կլինի արդեն եվրոպական երկրների դիրքորոշմանը։ Եթե դուք հիշում եք, Մարկո Ռուբիոն հայտարարեց, որ անկորինժիում ընդունված բաները, պայմանավորությունները արդեն առ-ոչինչ չեն կամ ինքը հայտարարեց, մենք ոչ մի կոնկրետ թղթային մակարդակի համաձայնության չենք եկել։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ փաստացի Ռուսաստանին դնում են բավականին ծանր վիճակի մեջ եւ Ռուսաստանը դատապարտված լինելով ավելի կոշտացնելու է իր հարվածները Ուկրաինայի նկատմամբ։ Տեսնում եք, թե ինչ է կատարում։ Ռուսաստանը, ուկրաինացիները Ռուսաստանի բոլոր MPZ-ները 25 հատ MPZ-ն կարելի ասել գրեթե ռմբակոծության են ենթարկել եւ Ռուսաստանում խորը բենզինի ճգնաժամ է առաջ եկել։ Նույնը կատարում են հիմա ռուսները Ուկրաինայում, բայց բացի MPZ-ներից ուկրաինական, իրանք ոչնչացնում են նաև Օդեսան եւ մնացած կողմի պորտերը, որոնք փորձում են կտրել ընդհանրապես ծովային կապը Ուկրաինայի հետ, ինչը շատ ավելի բարդ վիճակի մեջ կարող է գցի։ Այսինքն, այս պատերազմը խորանում է, այդ պատերազմից չեն շահելու ոչ մեկ, ոչ ուկրաինացիները, ոչ ռուսները, այդ պատերազմից մեծ հաշվով չեն շահելու նաև եվրոպացիները, որտեղ այն ճգնաժամը, որ Եվրոպայում է գալիս, նույնպես դուք բանը կտեսնեք, որ 1 տարի հետո եվրոպական էլիտան, որ կա, այս խայտարակ վերնախավը, որ կա, ինքը փուլային ձևով փոխվել է։ 1 տարի հետո կփոխվի Ֆրանսիայում, հետո կփոխվի Գերմանիայում, հետո կփոխվի Մեծ Բրիտանիայում, որտեղ այս վերնախավը դա խայտարակություն է, ոչ մի կապ չունի իրականության հետ, ոչ մի կապ չունի դեմոկրատական արժեքների հետ, ոչ մի կապ չունի երկրների բարգավաճման հետ։ Սա մի հատ գլոբալիստական մի հատ վերնախավը, մաֆիա է, որոնք իրար վրա, այսպես ասած, իրար հետ միասին մեկը մյուսին աջակցելով բանն պահում են իրենց ամբողջական իշխանությունը, սա է իրականությունը։ Եվ նորից գալով մեր խնդիրներին, մեր վիճակին, ինչ բռնաճնշումները նոր թափ են ստանում, շարունակում են դիմախոսներին կալանավորել, խոշտանգել բանտերում, սրանց ուդահար փախվի բանում մեր հայրենակիցներն են խոշտանգում, Դավիթ Մանուկյանի վերջին հաղորդակցությունը Նիկոլ Փաշինյանի ռեժիմում կարծում եմ ծանոթ եք, Տեսեք, ես սենց ասեմ, Հայաստանում բռնաճնշումները ցավոք սրտի խորանալու են, որովհետև այս իշխանությունը, քանի որ հունիսի 7-ի ընտրություններով դարձավ ոչ լեգիտիմ, ինքը օբյեկտիվորեն բավականին ծանր վիճակի մեջ է հայտնվել միջազգային հարաբերությունների մեջ, իր վրա ճնշումները մեծանալու են դրսից, եւ ինքը այդ ճնշումների վախից ինքը փորձելու է չեզոքացնել, այսպես ասած, Հայաստանի քաղաքական դաշտը։ Դրա համար ինքը կալանավորեց Անդրանիկ Թևանյանին, հետո կանոնավորեց Չալաբյանին, հետո կանոնավորեց Աշոտյանին, հետո կանոնավորեց Գագիկ Ծառուկյանին, հետո կանոնավորեց Արեգ Նազին, այսինքն ինքը այդ կանոնավորների ամբողջ շարքը շարունակելու է։ Հետո արդեն պատրաստում են կանոնավորել նաև Նարեկ Կարապետյանին, հա։ Դա սա ինչի է շարունակելու, որովհետև ինքը հասկանում է, որ ինքը վախի մեջ է ապրում, ինքը հասկանում է, որ ինքը ոչ լեգիտիմ արդեն իշխանություն է, ինքը հասկանում է, որ դրսից ճնշումները մեծանալ են, դրսից իրանց զիջումներ են պահանջելու, ամենը ընդ որում հակառակ տրամաբանությամբ զիջումներ են պահանջելու, Եվրամիությունը մի զիջում է պահանջելու, Ռուսաստանը մի զիջում է պահանջելու, Ադրբեջանը մեկ ուրիշ զիջում է պահանջելու, ինքը այդ զիջումների մեջ վախերի մեջ է, որտեղ ցանկացած որոշում շախմատային լեզվով ինքը պատային կարգավիճակի մեջ է հայտնված։ Եվ քանի որ ինքը դա վախենում է, որ կարող է դա բանների դժգոհություն առաջանա հանրության մեջ, ինքը փորձում է չեզոքացնել այն ակտիվ մարդկանց, ովքեր որ պոտենցիալ կարող են, այսպես ասած, այդ դժգոհությունը բանը կապիտալիզացնել, սա է խնդիրը։ Այս ամենի դեմ մի ձև կա առնելու, մենք ստեղծել ենք հանձնախումբ, որը հիմա մեծ զեկույց է պատրաստում Հայաստանի մարդու իրավունքների իրավիճակի հետ կապված։ Այդ մեծ զեկույցով մենք հանդես ենք գալու բոլոր միջազգային կառույցներին ուղարկելու ենք եւ բոլոր միջազգային կառույցների հետ ակտիվորեն աշխատելու ենք եւ միջազգային կառույցներում կան կառույցներ, որոնք իսկապես օբյեկտիվ են վերաբերում այդ խնդիրներից եւ այդ կառույցների միջոցով մենք ճնշումներ ենք տալու նաեւ մյուս կառույցների վրա եւ արդյունքում միջազգային կառույցների ազդեցությունը այս իշխանության վրա, այսպես ասած,
թույլատալու, որպեսզի մենք կարողանանք կանգնեցնել բռնաճնշումները։ Շատերը չեն հավատում դրան, ես ասեմ դες դա իրականությունն է, ինչի, որովհետև տեսեք, քաղաքական դաշտում դուք էլ եք հասկանում, որ լուրջ մակարդակի այսօրվա դրությամբ քաղաքական հենարան, որը կարողանա զսպել իշխանությունը գոյություն չունի։ Ցավոք սրտի դա է փաստ է, որ դուք էլ եք հասկանում, բոլորս էլ գիտենք դրա մասին։ Այսինքն, եթե օրինակ եմ ասում, մեր մոտ քաղաքական լուրջ մակարդակի վերնախավ լիներ, որ կարողանար փողոցային ճնշման գործընթաց սկսել, բան անել, ինչպես որ եղավ, ասենք, չգիտեմ, 22 թվականին, 23 թվականին, 24 թվականին, նախկինում էլ կային այդպես բաներ, այդ ժամանակ իշխանությունը զուսպ կներ, չէր այսպեսի լկտի մակարդակի չէր պահի իրան, բայց քանի որ նման բան գոյություն չունի եւ պատկերացումներ չկա, ապա մնացել է մենակ միակ բան դրսից միջազգային կառույցների միջոցով ճնշել, որովհետեւ միջազգային կառույցների ճնշումը այս իշխանության վրա ազդելու է, որովհետեւ միջազգային կառույցները, որ ճնշում են, իրանք անուղղակիորեն ճնշում են նաեւ դրսի այս գործընկերների վրա, այդ գործընկերներն էլ քանի որ վատ վիճակի մեջ են հայտնվում, իրանք էլ սկսում են այսպես ասած ստիպված ճնշել այս իշխանությունը, ասեն, որ մի քիչ ավելի չափավորեք ձեր քայլերը, սա է խնդիրը։ Ուրիշ տարբերակ գոյություն չունի։ Պարոն Հոզյան, ես հիշում եմ, մի քանի օր առաջ այսպես ուղղակի զրուցում էինք, դուք նշեցիք, որ հիմա ձեր խոսքերն ասացիք, որ պատային վիճակում է Նիկոլ Փաշինյանը, բայց երիք է մի քայլ անի եւ պայթյուն է լինելու, որն է, հա, այդ որ քայլը, ինչն է դրանից պատային վիճակի։ Տեսեք, երեք բան շեշտադրում դուք արեցիք այս մասով, պետք է խնդրեմ։ Տեսեք, ընդհանուր առմամբ իշխանությունը տեսեք ինչ վիճակի մեջ է։ Ռուսաստանը պահանջում է, որպեսզի ինքը վերանայի այդ օրենքը, որ Հայաստանը պետք է անդամակցի Եվրոմիության։ Ինքը ասում է, թե դու չես վերանայում այս օրենքը, ապա այսպես ասած ոնց որ հնարավորություն ես տալիս, որ ԵԱՏՄ-ի ցանկացած երկիր կարող է տենց օրենք ընդունի։ Պրեցեդենտ է անում, չէ՞, փաստացի։ Օրինակ Ղազախստանը կարող է տենց ընդունի, Ղրղզստանը դա շահեկան վիճակ, այսինքն սա օգտվում եք Ռուսաստանի ռեսուրսներից, հետո փորձելու եք թռնել։ Դա տենց բան, ասում եմ, մենք հիմար չենք, որ թույլ տանք։ Դուք պետքա որոշում կայացնեք, կամ դուք մեր հետ եք, մենք ձեր համար էժան էներգառեսուրսներ կտանք, հնարավորություն կտանք շուկաները բացելու բան, կամ եթե դուք մեր հետ չեք, շնորհակալություն, ստեսություն, հեռացեք, գնացեք, ինչ ուզում եք արեք, դուք էլ ոչ մի պրեֆերենցիա չեք ունենա։ Իրանց պահանջը հասկանալի է։ Եվրոպական միությունը ինքը չի կարա նոր բան առաջարկի, ինչի, տեսեք, շատ կարևոր է, որ մեր հասարակ մարդիկ իմանան։ Ուրեմն Եվրոպական միությունը արդեն 21 մակարդակի պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի հետ։ Ուշադրություն մեզ 21 պակետ պատժամիջոցներ, մարիա։ Այսինքն ինչ է նշանակում Եվրոպական միությունը մերժում է ցանկացած համագործակցություն, քան ցանկացած ոլորտում Ռուսը մաքսիմալ փորձում է հեռացնել։ Հասկանում ես ինչ նախնդիրը։ Հիմա, եթե Եվրոպական միությունը ասի, որ ես ընդունում եմ Հայաստան, քեզ այս գործընթացին արդեն միացիր, ավտոմատ ինքը պահանջելու է, որ Հայաստանը կտրուկ թույլատնի իր կապերը Ռուսաստանից։ Բայց այսօրվա իշխանությունը չի ուզում թույլատնի, հասկանալի պատճառով, եթե թույլատնի տնտեսական անկում կլինի, սոցիալական ծանր վիճակ կլինի, ժողովուրդը կարող է պետք դուրս գա փողոց։ Դա շատ լավ հասկանալի է։ Դա համար Եվրոպական միությունը նման բան չի առաջարկում եւ օդի մեջ կախված է թողել այսօրվա իշխանությանը, հասկանում ես, չէ՞։ Ես մի օրինակ բերեմ ու պատկերացնես։ Ուրեմն Վրաստանում առաջին անգամ սարքել են մեծ MPZ, այսինքն նավթա արդյունաբերական գործարան, բենզին են արտադրում։ Կուլևի փոքրիկ քաղաքում։ Սա նորույթ է, այդ Կուլևին ինքը փաստորեն ստանում է նավթ եւ բենզին է արտադրում։ Ուրեմն այս 21-րդ պակետի մեջ Եվրոմիությունը ուզում էր այդ վրացական MPZ-ն դներ բանի մեջ։ Վրացիների մեծ ջանքերի արդյունքում ինքը հանեցին։ Մի պայման է, որ ինքը նավթ չի ստանալու Ռուսաստանից, որպեսզի այդ բենզինը բենզին սարքի, հասկացար, չէ՞ ինչ նախնդիրը։ Այսինքն որպեսզի դու հասկանաս, թե ինչ վիճակի մեջ է Հայաստանը, երբ որ այս մարդը ընդունում էր, որ Հայաստանը ուզում է ձգտում է դառնալ Եվրոմիության անդամ, եւ երբ որ մարդիկ այնտեղ բաներ էին հավաքում, չէ՞, այդ մարդիկ չեն էլ հասկանում, թե իրանք ինչ էին անում։ Մարդիկ, որոնք ասենց ասեմ ձեզ, էլի, բարիս բունի իմաստով օդի մեջ ինչ-որ իդեա վերցնում են, անում են, հետևանքները չեն պատկերացնում, թե ինչի հետև։ Հիմա այս իշխանությունը հետևանքների, այս իշխանությունը հայտնվել է ծանր վիճակի մեջ, Ռուսաստանը ասում է փոխի, որպեսզի ես կարողանամ բանը, եթե չես փոխում, մենք ամբողջ փաթեթը փոխում ենք ձեր հարաբերությունների մեջ, Հայաստանը շատ ծանր վիճակի մեջ կարող հայտնվի։ Բայց ինքն էլ հիշում ես Ֆոն դեր Լայենի հետ հայտարարեց, որ 2013 թվականի պես ինքը հետ բան չի անելու, դա մեսեջ էր, որ ինքը չի փոխելու։ Այսինքն Հայաստանը հայտնվել է մի կես տարի հետո հայտնվել է երկընտրանքի առաջ, այսինքն հունվարի 1-ը
մենք սոցիալ-տնտեսական իմաստով հայտնվել ենք պայթյունաբտանք վիճակի առաջ։ Սա ամենակարևոր խնդիրն է, բայց մի հարց եմ տալիս էլի, իսկ ինչքանով է պետք որ Հայաստան արհեստական դնային այսպիսի ճգնաժամի մեջ։ Դա անհրաժեշտությունը կար, իհարկե ոչ։ Հայաստանը ունի շատ մեծ հնարավորություն, շատ մեծ շանս զարգացնելու իր հարաբերությունները եւ ԵԱՏՄ-ի շրջանակներում եւ նորմալ հարաբերություն եւ փորձել իսկապես դիվերսիֆիկացիայի մակարդակով ընդլայնել իր կապերը Եվրոպական միության հետ, դրա արդեն առանձին մի հատ խնդիր է, որ բավականին դժվար հարց է, բայց պետք է լուծել։ Միացյալ Նահանգների հետ մենք կարող ենք արդեն մեր հարաբերությունները զարգացնենք, Իրանի հետ կարող ենք եւ մենք կարող ենք դարձնել մի երկիր, որտեղ բոլորի շահերը կհամադրեին, այլ ոչ թե հակադրվեին։ Հիմա հակադրման process-ի մեջ ենք մենք հայտնված։ Այս մարդու գործունեության արդյունքում Հայաստանը դարձել է պարակտման կռվախնձոր միջազգային հարաբերություններում։ Դուք հենց չեք հասկանում թե դա ինչ է նշանակում, կես տարի հետո դու արդեն դրա համար տեսանելի կդառնա այս ամենը։